Ես 3 եմ իմացել, որ վարչապետի հրամանով Գագիկ Ծառուկյանը ազատվել է ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից։ Դե դա կարգն է այդպես, իրենք նշանակում են, իրենք էլ ազատել են, այստեղ ինստիտուտը կապ չունի նշանակվելու, ազատվելու հետ կապված։ Եվ սպասում ենք, որ թեկնածու կան, երևի կգան, ինստիտուտում կներկայացնեն։ Հա, ինստիտուտը նոր թեկնածուին դեռևս չեն ներկայացել։ Չեն ներկայացել, չէ։ Հա, չեն ներկայացել, բայց տեղակենք ով է լինելու, եւ երևի մինչեւ ուրբաթ կամ ուրբաթ օրը դից կներկայացնեն ինստիտուտում։ Ինստիտուտը իր անունով գնում է, աշխատում է։ Մենք ուսումնական process-ը նորմալ է գնում, կոլեկտիվը ոնց որ կա այդ ձևել աշխատելու է, բուհը քաղաքականացված չի, ասեմ ձեզ, որտեղ այս բուհում եւ կան հանրապետականներ, եւ կան դաշնակներ, եւ կան օրինակ երկիր, եւ կան ժառանգություն։ Այսինքն փոփոխություններ ոչ մի բան չի լինելու, միակ բուհն է, որ տարբերություն չեմ դրել, դուք հանրապետական եք, դուք օրինակ երկիր եք կամ դուք բոլորը մի գծի վրա են, նույն պայմաններում են աշխատում, նույն ձևի ես բոլորին ընդունում եմ, հարգում եմ, սիրում եմ, ու դա ինձ համար մեծ հաճույք եմ զգում ես դրանից, որ այդպես էլ լինելու է, շարունակվելու է։ Ուսանողները փաստորեն չեք հասցրել զրուցել, ինչպես են վերաբերել, թե ուսանողներին չեմ հասցրել, դե նոր եմ եկել, չեմ հասցրել, բայց գիտեք ինչ կա, քանի որ Ծառուկյանը սպորտի աշխարհի մարդ էր, երևի իրանց համար մի քիչ բան կլինի, էլի ծանր կլինի, որովհետև կանգնած եղել իրենց կողքին, կոլեկտիվի կողքին, բան, բայց դա երբեք չի, մենք շնորհակալ ենք, որ ամեն ինչ արել է ինստիտուտի համար, բայց սա չի նշանակում, որ ինստիտուտը պետք է քաղաքականացվի, երբեք։ Ինստիտուտը աշխատելու է, պետական հիմնարկը, պետության շահերը պետք է պաշտպանի, եւ մենք պետք է անպայման ամեն ինչ անենք այդ տրադիցիան շարունակել, մեր նպատակն է դաստիարակել լավ սերունդ, դաստիարակել ուժեղ, առողջ սերունդ դաստիարակել, որովհետև մեր հայրենիքին հիմա այդպիսի սերունդ է պետք։ Այսինքն ոչ մի կերպ չեք մասնակցելու հանրահավաքներին, ուսանողներին հորդորներ։ Երբեք, ես քան ժամանակ չեմ ոչ մեկին չեմ ասել, որ գնացեք Բարգավաճի նիստին, հանրապետականի ժողովներին, երբեք, ու ինձ թույլ չեմ տա ասել։ Երբեք չեմ տա։ Այսինքն հանրահավաքներին, ամսի 20-ի հանրահավաքին չեն մասնակցելու։ Հա։ Դուք եւս չեք։ Ես որ չմասնակցեմ, ուրեմն իրենք էլ չեն մասնակցի։ Դե սրտանց ասում եմ, որ դա այդպես է լինելու։ Մենք մարզիկ ենք պատրաստում, մեր ուսանողները միշտ էլ ասել են, ժամանակ էլ չունեն գնան միտինգների, դրանք բոլորը սպորտային զալերում մարզվում են, պարապում են, նույնը Գագիկ Նիկոլաչի ժամանակ է եղել։ Մենք երբեք չենք թույլ տվել գնան, ինքն էլ լավ գիտեր, երբեք ինքը ինձ չի նկատողություն արել, չի ասել, որ ինչի չեն բանանում, դες բան ես դες վստահեցնում եմ, այդպիսի խոսակցություն չի եղել։ Եվ ինչ կա, այստեղ մենք ես պետական հիմնարկ է, պետության շահերն ենք պաշտպանել։ Ես վստահեցնում եմ, ու մեր նպատակն է, որ լավ մարդիկ դուրս գան, լավ մարզիկներ լինեն, լավ չեմպիոնները շատ լինեն, Հայաստանի դրոշը աշխարհի տարբեր երկրներում թող բարձրանա ի շնորհիվ մեր ուսանողների։ Մեր ուսանողները միշտ ամենաթեժ պահին կարող է ոտքի կանգնեն, այ Ղարաբաղյան շարժումը որ սկսեց, հանրապետության ամենափոքր բուհերից մեկն էր, 800-900 երևի ուսանողն ենք, բայց մենք տվեցինք 40 զոհ, տվել են գեներալներ։ Այսինքն ֆիզկուլտուրայի ինստիտուտը կանգնի միայն այն ժամանակ, երբ արտաքին վտանգ կլինի։ Այդ ժամանակ մենք պատրաստ ենք ու դա կյանքը ցույց է տվել, որ այդպես է եղել։ Եվ դրանց հիշատակը հավերժացնելու համար խաչքար են կանգնացրել թագարանում բաժին ունենք նկարներով իրենց։ Մենք հպարտանում ենք մեր այդ զոհվածներով, հերոսներով։